Armenian, Azerbaijan. Հայաստանն ու Ադրբեջանը անկախությունից ի վեր երբեք այսքան երկար չեն ապրել խաղաղ պայմաններում։ Վերջին ամիսներին մենք ցույց ենք տալիս, որ հակամարտությունից հետո հնարավոր է անցում կատարել համագործակցության։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը կրկին միջազգային ուշադրության կենտրոնում է։ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն փաստացի մտնում են հարաբերությունների նոր փուլ։ Ալիևի խոսքով վերջին 5-6 ամիսների հարաբերական խաղաղությունը բացառիկ է վերջին տասնամյակների համատեքստում։ Ադրբեջանի նախագահը շեշտում է, խաղաղությունը պետք է դուրս գա հարաբերությունների մակարդակից եւ վերածվի գործնական համագործակցության։ Մենք վերացրել ենք բեռնափոխադրումների սահմանափակումները եւ սկսել ենք Հայաստանին կարևոր ապրանքների մատակարարում։ Սա ցույց է տալիս, որ հարաբերությունները դուրս են գալիս լարվածության փուլից եւ մտնում գործնական դաշտ։ Խոսքը տնտեսական եւ լոգիստիկ փոխգործակցության մասին է։ Ալիևի գնահատմամբ վստահությունը հնարավոր չէ ձևավորել միայն քաղաքական ուղերձներով, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր եւ գործնական մեխանիզմներ։ Ալիևի այս հայտարարությունները հնչել են Դավոսում գլոբալ քաղաքական ու տնտեսական կարևորագույն հարթակներից մեկում։ Բնականաբար նա գնացել է Եվրոպայի սրտում հայտարարություններ է անում իր արտաքին քաղաքականության մասին եւ որպես ձեռբերում նշում Հայաստանի խաղաղություն է դեռ սպառել մենք չենք կարող հստակ նշել աշխարհագրական քաղաքական քարոզչական ընդգրկումը դրանք ավելի շատ արտաքին լսարաններին ուղղված ուղերձներ են, այլ ոչ ինչ որ Հայաստանի ներսին, կոնկրետ Հայաստանի ներքաղաքական գործընթացն ազդելու համար։ Փորձագետը կարևոր շեշտադրում է համարում նաև այն, որ Ալիևը բաց տեքստով խոսում է Թուրքիայի հետ համատեղ օրակարգի մասին։ Բացեբաց խոսում է Ադրբեջանը, որում նաև խոսում է Թուրքիայի իշխանությունների անունից։ Այդ սա է կարևոր, որի վրա մեզ համար հստակ ուղենշային հայտարարություն, որի վրա պետք է խորանալ, այսինքն սա հստակ գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանը Թուրքիան Հայաստանի հետ օրակարգը հաստատի ըստեյության ձեռքի բռնած են անում, փոխադարձաբար իրար հետ ուրեմն փոխհամաձայնեցնելով, այս ամենակարևոր հանգամանքն է։ Եվ մյուս կարևորը այն է, որ փաստացի Ադրբեջանը կարողանում է իրեն թույլ տալ Թուրքիայից նման հայտարարություններ անել։ Ադրբեջանը նաև հայտնել է, որ մոտ է այն օրը, երբ բեռները Հայաստան կմտնեն ոչ թե Վրաստանի տարածքով, այլ ուղիղ Ադրբեջանի տարածքով։ Բաքուն ու Երևանը քննարկում են նաև Հայաստանից դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների հնարավորությունը Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանի նախագահը նշում է, Հայաստանը արդեն հարցում է ուղարկել Բաքվին այդ ուղղությամբ տարանցում ապահովելու վերաբերյալ, փաստացի արձանագրելով, որ Ադրբեջանը միակողմանիորեն բացել է հաղորդակցության ուղիները։ Դավոսում Ալիևը Հայաստանի մասին խոսում է զգալիորեն մեղմ տոնով։ Նկատելի է նաև ձևակերպումների փոփոխությունը։ Նա խուսափում է Զանգեզուրի միջանցք եզրույթից, օգտագործելով թրիփ նախագիծ անվանումը։ Իսկ ինչ է անում Հայաստանը։ Լուր համեստորեն շնորհակալություն է հայտնում այս ամենի ճակերտավոր նախաձեռնողին Ալիևին, որն էլ խաղաղության աղավնու կերպարում տեղավորված լուր լսում է նման կարևորագույն հանդիպման թերևս առաջին անգամ ներկայացված Վահագն Խաչատուրյանին։ Մենք երկու կողմերից էլ նայում ենք առաջ։ Եթե մենք փորձենք նայել հետ եւ փորձել նաեւ գտնել են պատճառները ինչու եղավ, ես կարծում եմ դա այսօր մեզ կզրկեն հնարավորությունից, որ ունենք։ Մենք հիմա ավելի շատ ապրում ենք մեր ծրագրերի իրականացման գործով եւ ինչու մենք հաջողություն կունենանք, որովհետև մենք հստակ պայմանավորվածություններ ունենք։ Դավոսում հնչեցված հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության գործընթացում ներկայանալ որպես նախաձեռնող եւ կառուցողական կողմ, ամրապնդելով իր դիրքերն ու ազդեցությունը միջազգային հարթակներում։ Սակայն որքանով այս հայտարարությունները կվերածվեն իրական երկարաժամկետ խաղաղության, կախված կլինի ոչ թե խոսքից, այլ առաջիկա քաղաքական որոշումներից ու ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումից։